Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր ու անկեղծ ասած բավականին բարդ թեմայից՝ կնքահոր դերից հայ առաքելական եկեղեցում։ Կխոսենք նաև այն ամուսնական կանոններից, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են այս հոգևոր կապի շուրջ։ Սա պարզապես մի գեղեցիկ ծես չէ, հավատացեք, այլ մի ամբողջ ինստիտուտ՝ իր խորը պատմությամբ, բանավեճերով ու կանոններով։ Դե ինչ, եկեք մեր զրույցը սկսենք հենց այն հարցից, որը վստահ եմ շատերին է հետաքրքրում ու որը կդառնա մեր քննարկման առանցքը։ Սա կանոնական իրավունքի բավականին նուրբ հարց է, ու դրա պատասխանը գտնելու համար մենք պետք է սկսենք ամենասկզբից։ Բայց սպասեք, այդ հարցին պատասխանելու համար մենք նախ պետք է մի բան հասկանանք, իսկ ով է ընդհանրապես կնքահայրը, ինչ է նշանակում լինել կնքահայր։ Սա շատ ավելին է, քան ուղղակի արարողությանը ներկա լինելը։ Եկեք խորանանք։ Լավ, եկեք սկսենք հենց բառից՝ կնքահայր, բայց մենք բոլորս ավելի հաճախ լսում ենք քավուր տարբերակը, չէ՞։ Օգտագործվում են նաև վկա կամ երաշխավոր բառերը, ու սրանք արդեն իսկ շատ բան են ասում նրա դերի կարևորության մասին։ Պատկերացրեք, կնքահայրը ոչ ավել ոչ պակաս հոգևոր ծնող է։ Այս ավանդույթը ի դեպ շատ հին արմատներ ունի, գալիս է դեռ առաջին երկրորդ դարերից։ Այն ժամանակ, երբ մարդիկ նոր էին քրիստոնյա դառնում, համայնքի հարգված անդամները երաշխավորում էին նրանց համար։ Հենց նրանք էին, որ պատասխանատվություն էին ստանձնում իրենց հոգևոր զավակների քրիստոնեական դաստիարակության համար։ Դե եթե դերն այսքան կարևոր ու պատասխանատու է, միանգամայն դրամաբանական է, որ պետք է լինեն նաև շատ հստակ կանոններ, թե ով կարող է արժանանալ այդ պատվին։ Եկեք նայենք։ Տեսեք, ամեն ինչ բավականին պարզ է։ Ով կարող է լինել կնքահայր։ Նախ մկրտված, չափած տղամարդ, ով հայ եկեղեցու հետևորդ է եւ իհարկե օրինակելի վարքի տեր մարդ։ Իսկ ով չի կարող, այստեղ ցանկն ավելի երկար է։ Կանայք, անչափահասները, իհարկե, այլադավանները։ Ունի շատ հետաքրքիր կետ։ Երեխայի հայրը, պապը կամ եղբայրը նույնպես չեն կարող լինել կնքահայր։ Ինչու՞, որովհետև մկրտության իմաստը ոչ թե արդեն գոյություն ունեցող արյունակցական կապն ամրացնելն է, այլ միանգամայն նոր, հոգևոր կապ ստեղծելը։ Հիմա մի շատ յուրահատուկ բան հայ եկեղեցու մասին։ Մեզ մոտ կնքամայր հասկացություն չկա։ Ի տարբերություն ասենք կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցիների, մենք չունենք կնքամայր։ Ու Գրիգոր Տաթևացու այս հանճարեղ խոսքը կնքամայրը եկեղեցին է, ամեն ինչ դնում է իր տեղը։ Աստվածաբանորեն մկրտվողի միակ կնքամայրը հենց եկեղեցին է։ Լավ, այս ամենը հասկանալով մենք հասանք մեր զրույցի ամենակարևոր գաղափարին։ Սա հոգևոր ազգակցությունն է։ Հենց այս գաղափարի վրա է կառուցված ամուսնության կանոնների ամբողջ համակարգը։ Եվ ահա թե ինչ է դա նշանակում։ Մկրտության միջոցով ստեղծվում է մի բան, որը կոչվում է հոգևոր ազգակցություն։ Սա նշանակում է, որ կնքահայրն ու սանիկը դառնում են հոգևոր հայր ու զավակ։ Ու այս կապն այնքան ուժեղ ու իրական է համարվում, որ նրանց միջև ամուսնությունը կամ որևէ խնամիական կապ խստիվ արգելված է, բացառվում է։ Բայց մի կարծեք, թե այս կանոնները միշտ նույնն են եղել։ Բնավ, սա հազարամյակների պատմություն ունեցող բանավեճ է։ Եկեք միասին անցնենք այդ պատմական ճանապարհով։ Տեսեք այս ժամանակացույցը։ Ամեն ինչ սկսվում է 444 թվականին Շահաբիվանի ժողովից, որը սահմանում է 3-րդ աստիճանի արգելք արյունակիցների համար։ Ինչ է սա նշանակում։ Օրինակ, որ հորեղբայրը չի կարող ամուսնանալ իր եղբոր աղջկա հետ։ Դարեր անց 768-ին Պարտավի ժողովն այս արգելքն ավելի է խստացնում, հասցնելով 4-րդ աստիճանի։ Հետո էլ 1243-ին Սսի ժողովը մինչև 6-րդ աստիճան։ Բայց ուշադրություն դարձրեք, այս ամբողջ ընթացքում խոսքը միայն արյունակցական կապի մասին է։ Միայն 14-րդ դարում Հակոբ Ղրիմեցին առաջին անգամ բարձրաձայնում է մի գաղափար, իսկ միգուցե նույն կանոնները պետք է կիրառել նաև հոգևոր ազգականների համար։ Բայց այս գաղափարը պաշտոնական կանոն դարձավ շատ ավելի ուշ 1851-ին Ներսես աշտարակեցու շնորհիվ։ Այսինքն, պատկերացնում եք, դարեր շարունակ եկեղեցու հայրերը բանավիճել են մի հիմնարար հարցի շուրջ. արդյոք հոգևոր կապը նույնքան ուժեղ է, որքան արյունակցականը։ Արդյոք հոգևոր եղբայրը նույնն է, ինչ հարազատ եղբայրը ամուսնության արգելքի տեսանկյունից։ Հենց այս հարցի պատասխանից է կախված եղել ամեն ինչ։ Բայց հետո եկավ 20-րդ դարը եւ մի ահավոր ողբերգություն, որը ստիպեց վերանայել այս ամենը արմատից։ Այն փոխեց խաղի բոլոր կանոնները։ Ցեղասպանությունը եւ առաջին համաշխարհայինը ստեղծեցին իսկական ժողովրդագրական աղետ։ Ազգը կանգնած էր ֆիզիկական գոյության խնդրի առաջ, եւ այս պայմաններում եկեղեցին ստիպված էր գնալ աննախադեպ քայլի, մեղմացնել դարերով եկած ամուսնական կանոնները, որպեսզի պարզապես ազգը կարողանա վերարտադրվել ու գոյատևել։
Ու տեսեք, թե որքան արագ տեղի ունեցավ ամեն ինչ։ 1919 թվականին Գևորգ 5-րդ կաթողիկոսը իջեցնում է արյունակցական արգելքի աստիճանը։ Ընդամենը 3 տարի անց 1922-ին տեղի է ունենում մի բան, որն անհավանական էր թվում։ Հոգևոր ազգակցությունը որպես ամուսնության խոչընդոտ ուղղակի վերացվում է։ Ամբողջությամբ։ Սակայն, ու սա ամենակարևորն է, 1932-ի ժողովը, հաստատելով այս որոշումը, ավելացնում է 2 բառ՝ ի ժամանակավոր գործադրություն։ Այսինքն, սա ոչ թե աստվածաբանական շրջադարձ էր, այլ ճգնաժամային իրավիճակից բխող հարկադրված ժամանակավոր լուծում։ Լավ, այսքան բանից հետո տարերի պատմություն, ողբերգություն, փոփոխություններ, ինչ ունենք այսօր։ Եկեք վերջապես պատասխանենք մեր ամենասկզբի հարցին։ Ուրեմն 2014 թվականին եպիսկոպոսատ ժողովը վերականգնեց հոգևոր ազգակցության արգելքը, բայց ոչ նախկին խստությամբ։ Այսօրվա կանոնը սա է. ամուսնությունը թույլատրվում է 3-րդ աստիճանից սկսած։ Հիմա կբացատրեմ, թե սա գործնականում ինչ է նշանակում։ Դե, եկեք վերցանենք։ Ինչ է սա նշանակում։ Կանոն համար 1, որը երբեք չի փոխվում։ Կնքահայրն ու իր սանիկը երբեք ոչ մի պարագայում չեն կարող ամուսնանալ։ Երկրորդ, սանիկը չի կարող ամուսնանալ իր կնքահոր զավակի հետ։ Ինչու՞։ Որովհետև նրանք համարվում են հոգևոր քույր ու եղբայր, այսինքն մեկին աստիճանի ազգականներ։ Բայց հիմա գանք մեր հարցին։ Ինչ անել, երբ 2 հոգի ունեն նույն կնքահայրը։ Տեսականորեն նրանք են հոգևոր քույր ու եղբայր, սակայն աղբյուրները նշում են, որ այս հարցը, այսպես ասած, հորիզոնական կապը միանշանակ արգելված չէ եւ դեռ քննարկման առարկա է։ Ամեն կոնկրետ դեպքում վերջնական խոսքը թեմակալ առաջնորդինն է։ Այսպիսով մենք ունենք 1500-ամյա մի հարց։ Ու թեև այսօր կանոններն ավելի պարզ են, այս երկար բանավեճը ցույց է տալիս ոչ թե անորոշություն, այլ մի բալ, որ ավանդույթը կենդանի օրգանիզմ է, որը շնչում է, զարգանում, հարմարվում։ Ու գուցե որոշ հարցեր էլ հենց դրանով են գեղեցիկ, որ չունեն վերջնական, քարացած պատասխան։ Շնորհակալություն ուշադրության համար։